Նախ վարչապետի աշխատակազմի ղեկավարը տարածեց այս լուսանկարները, բարձրաստիճան հոգևորականների հայտարարությունն է, գրել են թե շուրջ 1 ամիս առաջ, երբ տելեգրամյան ալիքները տարածել էին գերաշնորհ Տեր Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութեր, դրանք ուսումնասիրելու համար կաթողիկոսը հանձնախումբ էր ստեղծել, փորձաքննության համար էլ դիմել էին քննչական իսկությունը պարզելու, կոմիտեն հաստատել է, տեսանյութում Արշակ սրբազանն է, վեհափառ հայրապետը սակայն այն առ ոչինչ է համարել, Եպիսկոպոսները տարակուսած են, նրանց ցանկն է 13-ից 9-ի ստորագրությամբ։ Չեմ ծանոթացել, հյուրեր ունեի եւ իսկապես չեմ ծանոթացել, հետեւաբար ոչինչ չեմ կարող ասել։ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Սերովփե եպիսկոպոս Իսախանյանն այն հոգևորականներից է, ում անունը ցանկում կա, բայց առանց ստորագրության, վերապահումներ ունի, արձագանք Մայրաթորից, տեղեկատվական համակարգի տնօրենն է գրում, եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։ Մի շարք տեղեկություններ եւ պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո լուսաբանություններ կտրվեն։ Լուսաբանություններ Մայր եկեղեցուց այս ընթացքում չեղան, փոխարենը վարչապետը տեսանյութ հրապարակեց, հանդիպել է այն սրբազաններին, որոնք ստորագրել էին հայտարարության տակ, այստեղ էլ 9-ից 8-ն են ներկա, օրինակ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ arքեպիսկոպոսը, Անուշավան սրբազանը, ով ամիսներ առաջ ազատվել էր Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը, սկզբունքային դիրքորոշման համար Նիկոլ Փաշինյանը շնորհակալ է նրանց։ Իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգևոր արժեքները, դրանք մեծապես կանխորոշում են նաև պետության ընդհանրապես արժեքահենք լինելը եւ հասարակության արժեքահենք լինելը, եւ ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից։ Վեհարանում այսօր ժողով կա, Մայր եկեղեցու բակում լրագրողները հարցնում են Անանիա վարդապետին, Վեհարանի ժողովից տեղյակ չէ, վարդապետների հավաք կա, ինչ օրակարգով, պատասխանը կարճ է, օրվա մտահոգությունները, ավելի ուշ հայտնի դարձավ Վեհարանում էլ Գերագույն հոգևոր խորհրդի Հայաստանաբնակ անդամները պետք է հավաքվեին, նիստը չկայացավ, հայտարարությունը ստորագրած բարձրաստիճան սպասավորների բացակայության պատճառով, ինչ վերաբերում է վեհափառ հայրապետին, ում վարքագիծն 9 բարձրաստիճան հոգևորականներն անհամատեղելի էին համարել հայ եկեղեցու կանոնական իրավունքի հետ, Աստվածաբանն ասում է, Գարեգին II-ը չի կարող սովորականի նման հրաժարական ներկայացնել, այնպես ինչպես աշխարհական մի չինովնիկ։ Կաթողիկոսի խնդիրը քննել կարող է միայն եպիսկոպոսած դասը, այն էլ մեկ խնդրով, որքանով է նա հայոց առաքելական եկեղեցու դավանաբանությունից շեղվել, օցիալ է եւ չի համարվում, որ նա ընտրված է մարդկանց կողմից։ Մինչև հոգևոր եւ աշխարհիկ ջրերը պարզվեն, Նիկոլ Փաշինյանը դարձյալ տեսանյութ է հրապարակում, այս կիրակի Երևանում պատարագի կմասնակցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ էլ իդեպ հոգևոր տեսուչի պաշտոնը զբաղեցնում է Պետհամալսարանի նախկին դեկան Անուշավան սրբազանը, հանդիպմանը Փաշինյանից 2 աթոռ աջ նստած։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։